Սիրելի քույրիկ եւ եղբայր, Հիսուս Քրիստոս երեք այսօր եւ հավիտյան նույնն է իր արդարության մեջ եւ իր դատաստանների մեջ։ Բոլոր դատավորներին կարող են կաշառել, բոլոր դատավորներին կարող են ծանոթներ խառնել, բոլորի բերանը կարող են փակել եւ շատ դատեր ծռել, բայց Հիսուս Քրիստոս որպես արդար դատավոր եւ որպես արդարության հիմնաքար, որպես արդարության քարոզիչ, նա բոլոր դարերի մեջ նույնն է մնացել եւ այսօր էլ նույնն է եւ հավիտենության մեջ էլ է նույնը։ Այնպես ուրախ եմ ես դրա համար, որ Քրիստոսին, այդ քաղցր էակին չի կարող մեկը համոզել, որպեսի իրավունք ծռի, մեղա քեզ Աստված, մարդկորեն եմ ասում, կամ մեկը համոզել նրան, որպեսի իր ճանապարհներից արդարության ուղի ուղությունը այլ կերպ, այսպիսին չէ մեր Հիսուսը։ Հիսուս երեք այսօր եւ հավիտյան արդար դատավոր է քո համար։ Եվ ինչպես որ գրված է, նա Հոբն է ասում, նա իմ արդարության վրա շուտով պիտի նայի։ Ինչքան ալինում մենք խնդիրներ ենք ունենում, հարցեր ենք ունենում եւ մտածում ենք Տերը միգուցե առաջվա պես չի մտածում, մեր դատին, մեր իրավունքին միգուցե ուրիշ ձև պատասխան կանի, բայց մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը մի բան է ասում, Տերը բոլոր դարերի մեջ նույնն է եւ Տերը իր արդարության մեջ նույնն է մնալու։ Հիսուսը իր բոլոր որոշումների մեջ նույնն է։ Դուք հիշում եք, երբ որ եկավ աշխարհ մեր Տերը եւ աշակերտներին խոսելու ժամանակ այսպիսի խոսք ասեց։ Նա ասում էր, որ ես պետք է գնամ Երուսաղեմ եւ այնտեղ մատնվեմ քահանայապետների եւ փարիսեցիների իշխանավորների ձեռքը եւ այնտեղ ինձ պետք է ծեծեն, վիրավորեն, թքեն եւ այնտեղ ինձ խաչը պետք է բարձրացնեն եւ ես երրորդ օրը պետք է հարություն առնեմ։ Եվ աշակերտների մեջ զրույց գնաց եւ աշակերտները անգամ ուզում էին նրա աջ եւ ձախ կողմը նստել եւ Հիսուսը նրանց մի բան ասեց։ 38 համարի մեջ գրված է այսպես. Հիսուսն էլ ասեց նրանց. չգիտեք թե ինչ եք խնդրում, կարող եք խմել այն բաժակը, որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտությունով մկրտվին, որով ես պիտի մկրտվեմ։ Եվ աշակերտներին մի որոշման մասին էր Տերը հայտնում, ասում էր, որ ես Երուսաղեմ գնալու եւ այդպես կապվելու առաջ, որ պետքա լինի այդ բոլոր չարչարանքը համայն մարդկության համար մեղքի զոհ պիտի դառնամ, ես այնտեղ բաժակ պիտի խմեմ եւ այդ բաժակի մեջ պետքա լցված լինի ամբողջ աշխարհի մեղքը, բոլոր դարերից առաջ, բոլոր դարերում եղող եւ հավիտենության մեջ մնացած մարդիկ, ովքեր որ պիտի ծնվեն, նրանց համար էլ եղող մեղքը, նրանց համար բարեխոսության եւ երկնքի դռները բացելու այդ բաժակը ծանր պետք է խմեմ։ Եվ այսպիսի որոշում ուներ Հիսուսը, մտան այդ Պարտեզը, որ Գեթսեմանի էր կոչվում, Հիսուսը, ով երեք եւ այսօր եւ հավիտյան նույնն է, խմեց այդ բաժակը եւ իր որոշման մեջ հաստատ մնաց։ Այսպիսի Աստված իր որդին տվել է մեզ համար եւ այսպիսի Աստծո ենք մենք պաշտում, սիրելի քույրեր, եղբայրներ։